Ազգային ժողովի Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Այն լրացնելու նպատակով օրենսդիր մարմնում ընդդիմադիր առաջին ուժը հրավիրեց խորհրդարանական լսումներ։ Մենք չէինք կարող չօգտվել օրենքով սահմանված մեր նաեւ այս լիազորությունից եւ ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ բարձրաձայնել եւ քաղաքական, հասարակական մտքի, վերլուծական եւ փորձագիտական գնահատականների, նաեւ իրավական հիմքերի առկայությամբ ներկայացնել այն խնդիրները, որոնք այսօր ծանր հարված են հասցնում մեր պետության հիմքերին։ Հիմնական զեկույցով արդեն հանդես եկավ նույն խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը։ Ըստ ներկայացված զեկույցի մեր երկրում չեն գործում իրավունքի պաշտպանության մեխանիզմները, իսկ քաղաքական, քաղաքացիական իրավունքներ ու երաշխիքներ հռչակող օրենքները դարձել են զուտ հռչակագրային փաստաթղթեր։ Ընդդիմադիր խմբակցության համոզմամբ այդ է պատճառը, որ վերջին շրջանում ավելացել են քաղաքական ճնշումները։ Նրանց գնահատմամբ նաև քաղաքական դրդապատճառներով գրեթե 70 անձ այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման։ Քաղաքական բանտարկյալ ճանաչված անձը պարտադիր չէ որ լինի անմեղ, գործի քաղաքական բաղադրիչը կարող է դրսևորվել օրինակ օրենքի ընտրովի կիրառման մեջ կամ չափազանց խիստ պատժի կիրառման մեջ համեմատած նույնատիպ հանցագործություն կատարած, բայց քաղաքական նախապատմություն չունեցող անձանց հետ կամ վերջապես անարդար դատավարության մեջ, որը այնուամենայնիվ կարող էր հանգեցնել մեղավոր անձի դատապարտմանը։ Խորհրդարանական լսումների ընթացքում մասնակիցները ներկայացրին հարցի առնչությամբ իրենց նկատառումներն ու առաջարկները, քննադատեցին իշխանությունների վարած քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ թեման քննարկվել է նաև ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավորների հետ, ինչպես նաև պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Եզրափակիչ ելույթում Էլինար Վարդանյանը նշեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն, որոշները կներառվեն հայտարարության նախագծի լրամշակված տարբերակում։